Ըստ խնդրի, եթե Նարեն գնի 4 տետր, ապա նրա մոտ կմնա 70 դրամ, իսկ 9 տետր գնելու համար նրան չի հերիքում 130 դրամ։ Պետք է գտնել, թե որքան գումար կա Նարեի մոտ։ Շատ լավ։ Հենց այս խնդիրը ամենասկզբից ակնհայտ է, որ պետք է փորձել լուծել մասերով, այսինքն տետրի արժեքը ինչ-որ հատվածով պատկերել ու հետո փորձել Նարեի մոտ ունեցած գումարը երկու ձևով արտահայտել։ Ահա այս առաջին պայմանից եւ երկրորդ պայմանից։ Հենց դա էլ կանենք։ Առաջին պայմանը մեզ մոտ որն է։ Եկեք նախ ենթադրենք, մինչև առաջին պայմանին անցնելը, որ 1 տետրի արժեքը 1 տետրը հավասար է կամ 1 տետրի արժեքը հավասար է ու դա ներկայացնենք ինչ-որ կապույտ հատվածով։ Ենթադրենք, ահա այսքան դրամ է 1 տետրի արժեքը։ Շատ լավ, հիմա Նարեի ունեցած գումարը ինչպիսին կլինի, ինչքան կլինի։ Եթե նա 4 տետր գնի, ապա նրա մոտ կմնա 70 դրամ, այսինքն Նարեի մոտ եղած գումարը հավասար է 4 տետրի արժեք գումարած 70 դրամ, իսկ մի տետրի արժեքը ահա այս կապույտ հատվածն էր, հետևաբար 4 տետրի արժեքը կլինի 4 հատ կապույտ հատված, ու եթե դրան էլ ավելացնենք 70 դրամ, ապա կստանանք ընդհանուր Նարեի մոտ եղած գումարը։ Ահա, Նարեի գումարը հավասար է 4 տետր գումարած 70 դրամ, կամ այլ կերպ ասած հատվածների լեզվով 4 հատ կապույտ հատված և դրան ավելացրեց 70 դրամ։ Ահա այս կարգի ինչ-որ բան պետք է ստանանք։ Դա մեր առաջին պայմանն էր, և սրան էլ եկեք ավելացնենք 70 դրամ։ Ահա, շատ լավ, անցնենք երկրորդ պայմանին։ Երկրորդ պայմանը հետևյալն է, եթե նա 9 տետր փորձի գնել, նրան չի հերիք է 130 դրամ։ Շատ լավ, հիմա եկեք 9 տետրի արժեքը նախ պատկերենք ու նկատենք, որ ինչ է նշանակում 9 տետր գնելու համար նրան չի հերիքում 130 դրամ։ Եթե 9 տետրի արժեքից անենք 130 դրամ, մենք հետ կգանք Նարեի գումարին։ Այսինքն, եթե Նարեի գումարներին մենք ավելացնենք 130 դրամ, ապա կստանանք 9 տետրի արժեք։ Այս երկու կտորները պետք է մի քիչ պարզ ձևով գրել։ Ինքն նախ պատկերենք այդ 9 տետրը, տետրի արժեքը։ Ահա այսպես։ Ահա, և ինչպես արդեն նշել էի, 9 տետր գնելու համար նրան չի հերիքում 130 դրամ, նշանակում է, որ եթե մենք Նարեի ունեցած գումարին ավելացնենք 130 դրամ, ապա կստանանք 9 տետրի արժեք, ինչն էլ նշանակում է, չմոռանանք, որ Նարեի մոտ եղած գումարը ահա 4 կապույտ հատված ավելացրած 70 է, և եթե մենք սրան էլ ավելացնենք 130, ահա, ապա կստանանք հավասար կտորներ։ Այլ կերպ ասած, 9 տետրը մեզ մոտ հավասար է Նարեի գումար ավելացրած 130 դրամ, իսկ Նարեի գումարը մեզ մոտ 4 կապույտ հատված և 70 էր։ Հիմա արդեն այստեղից քայլերը պետք է պարզ լինեն, ինչ ենք անում։ Հավասար կտորներից հանում ենք հավասար մասեր, և ինչ է ստացվում սրանից, որ 5 կապույտ հատվածը մեզ մոտ հավասար է 70 գումարած 130։ Դե 70 գումարած 130-ը դա 200 է, ստացվում է, որ 1 կապույտ հատվածը մեզ մոտ հավասար է 200-ը բաժանած 5-ի, այսինքն 40 դրամ։ Շատ լավ, և սա մի տետրի արժեքն էր։ Բայց չմոռանանք, խնդիրը մեզ ինչ էր պահանջում գտնել։ Խնդիրը պահանջում էր գտնել Նարեի մոտ եղած գումարը։ Այսինքն, չմոռանանք, որ Նարեի մոտ կա 4 կապույտ հատված ավելացրած 70 դրամ կամ 9 կապույտ հատվածից հանած 130 դրամ։ Երկու ձևով էլ կարող ենք դա հաշվել։ Նարեի գումարը
մեզ մոտ կլինի կամ 4 անգամ մի տետրի արժեք գումարած 70, ինչը հավասար է 160-ին գումարած 70, այսինքն 230 դրամ։ Եվ մյուս կողմից սա պետք է հավասար լինի 9 անգամ 40-ից հանած 130, դե 9 անգամ 40-ը 360 է, դրանից հանած 130 230 դրամ է, ինքն ամեն ինչ ճշմարիտ է, ուստի Նարեի մոտ կա 230 դրամ։ Եվ հիմա եկեք ամփոփենք այս խնդրի լուծումը ու հասկանանք, թե ինչ արեցինք։ Դե նախ ամենասկզբից պարզ էր, որ այս խնդիրը պետք է մասերով լուծել, որովհետև մեզ ասում էր ինչ-որ տետրի արժեք կա եւ այդ տետրի արժեքից ելնելով Նարեի մոտ եղած գումարն էր նկարագրում երկու ձևով։ Դրա համար ակնհայտ էր, որ տետրի արժեքը պետք է ինչ-որ ձև պատկերել հատվածի օգնությամբ ու դրանից հետո արդեն Նարեի մոտ եղած գումարը ներկայացնել։ Հիմա առաջին պայմանը այն էր, եթե 4 տետր գնի Նարեն, ապա նրա մոտ 70 դրամ կմնա, ինչը նշանակում է, որ Նարեի գումարը մեզ մոտ հավասար է 4 տետրի արժեք գումարած 70 դրամ, ինչն էլ այստեղ պատկերեցինք։ Մյուս կտորից մեզ ասում էր 9 տետր գնելու համար նրան 130 դրամ չի հերիքում, ինչը նշանակում է, եթե 9 տետրի արժեքից մենք հանենք 130 դրամ, կստանանք Նարեի մոտ եղած գումարը, բայց մյուս կողմից էլ, եթե Նարեի մոտ եղած գումարին, ահա սրան, ավելացնենք 130 դրամ, մենք կստանանք 9 տետրի արժեքը, ինչը ավելի հարմար է պատկերման տեսանկյունից, եւ դա էլ հենց արեցինք, ահա այս վերևում մենք ունենք 9 տետրի արժեքը, իսկ ներքևում այս կտորը Նարեի մոտ եղած գումարն է, իսկ սա այդ 130 դրամն է, որ ավելացրինք, դա հետո հավասար կտորներից հանեցինք հավասար մասեր ու ստացանք, որ 5 կապույտ հատվածը 200 է, իսկ մի կապույտ հատվածը տետրի արժեքն է, ինչն էլ նշանակում է, որ մի տետրի արժեքը մեզ մոտ 40 դրամ է, իսկ Նարեի մոտ եղած գումարը կարելի է երկու ձևով հաշվել, կամ 4 կապույտ հատվածի արժեքին, այսինքն 4 անգամ 40-ին ավելացնում ենք 70, կամ 9 տետրի արժեքից հանում ենք 130, երկու ձևով էլ հաշվելով եւ այս երկրորդ կտորը ստուգում էր հատուկ մեզ համար, ստուգեցինք ու տեսանք, որ ամեն ինչ համապատասխանում է, հետևաբար մեր պատասխանը այս խնդրի համար կլինի, որ Նարեի մոտ կա 230 դրամ։ Շատ լավ, այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ավարտել։